Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ հեռուստասերիալի այսօրվա դրվագը կարելի է համարել իսկական հոգեբանական երկրաշարժ, որը հիմնովին քանդեց ստի վրա կառուցված բոլոր ամրոցները։ Այսօր մենք ականատես եղանք մի բացահայտման, որը սպասելի էր, բայց որի դաժանությունը գերազանցեց բոլոր սպասումները։ Ամեն ինչ սկսվեց այն խեղդող մութ պահեստում, որտեղ Գրիշոն փորձում էր թաքնվել արդարադատությունից։ Նրա անդորը կոպտորեն խանգարում է Ավոն։ Այս աներես եւ հաշվենկատ մարդը ներխուժում է թաքստոց ու ամեն բան տակն ու վրա անում։ Քիչ անց որդուն պաշտպանելու մղումով պահեստ է հասնում նաև Հունանը։ Հայր ու որդի միասնական ուժերով փորձում են դուրս շպրտել անկոչ հյուրին, բայց Ավոն եկել էր ոչ թե կռվելու, այլ իր թունավոր նետն արձակելու։ Եվ նա անում է դա ամենայն դաժանությամբ։ Ավոն նայում է Գրիշոյին եւ ասում, որ նա իր ողջ կյանքում մինչեւ իր վերջին շունչը հիշելու է Սարգսյան ազգանունը, որովհետեւ հենց նրա հայրը Հունանը սպանել է իր հարազատ եղբորը։ Այս բառերը հնչում են որպես մահավճիռ։ Գրիշոն, ում համար հայրը միշտ անքննելի հեղինակություն էր, ապշում է զարմանքից ու սարսափից։ Նա դողացող հայացքով նայում է Հունանին, հուսալով լսել հերքում, հուսալով, որ դա ընդամենը Ավոյի հերթական ստոր զրպարտությունն է։ Արդյոք դա ճիշտ է, հարցնում է նա, բայց Հունանը լռում է, եւ այդ ծանր մեղավոր լռությունն ավելի խոսուն է, քան ցանկացած խոստովանություն։ Գրիշոն հայտնվում է կատարյալ հոգեբանական շոկի մեջ, իսկ Ավոն, հասնելով իր նպատակին, զգուշացնում է, որ մակոնցները դեռ դաժանորեն պատասխան են տալու իրենց բոլոր արյունոտ հանցագործությունների համար, եւ հեռանում է։ Մենակ մնալով իր փլուզված աշխարհի հետ, Գրիշոն փորձում է հասկանալ կատարվածը։ Նախ նա փորձում է պաշտպանվել ու արդարացնել հորը, ասելով, որ բոլոր Սարգսյանները զզվելի են եւ ինքը ատում է նրան։ Բայց վայրկյաններ անց նրա ուղեղում կայծակի պես խփում է սարսափելի ճշմարտությունը։ Եթե Ավոյի եղբայրը սպանվել է Հունանի ձեռքով, ուրեմն Ավոն Լեոյի ու Մանանի հորեղբայրն է, այսինքն Հունանը սպանել է Լեոյի ու Մանանի հորը։ Այս գիտակցումից Գրիշոն պարզապես ապշում է։ Փազլի բոլոր մասնիկները վերջապես գտնում են իրենց տեղը։ Նա հասկանում է, թե իրականում ինչու էր Հունանն այդքան կատաղի կերպով, կենաց ու մահու կռիվ տալով դեմ իր եւ Մանանի, ինչպես նաև Լեոյի ու Լեայի հարաբերություններին։ Նա պարզապես փորձում էր թաքցնել իր արյունոտ անցյալը։ Հունանի հերթական լռությունը վերջնականապես հաստատում է որդու կասկածները։ Գրիշոն ընկնում է աննկարագրելի ծանր ապրումների մեջ, գիտակցելով, որ ինքը զոհաբերել է ամեն ինչ ու դարձել է մարդասպան հանուն մի մարդու, ով ի սկզբանե խրված է եղել մեղքերի ու արյան մեջ։ Մինչ մութ պահեստում քանդվում է հոր եւ որդու կապը, դրսում վերջնականապես կործանվում է սերիալի ամենագեղեցիկ սերը։ Լեոյի եւ Լեայի հարաբերությունները փաստացի հասնում են իրենց ողբերգական ավարտին։ Լեան անհանգստանալով սիրելիի համար եւ ցանկանալով սփոփել նրան, շտապում է ֆեդերացիա Լեոյի մոտ։ Սակայն Լեոն այլևս այն սիրող երիտասարդը չէ։ Նրա սիրտը քարացել է վշտից եւ անվերջանալի ստից։ Նա չափազանց կտրուկ ու դաժան է արձագանքում Լեայի ներկայությանը։ Լեոն սառը նայում է աղջկա աչքերին ու ասում, որ նա էլ է հերթական մակունցը եւ հաստատ իր ներսում ինչ-որ մի թաքնված դաժան գծով նման կլինի իր հանցագործ ընտանիքի անդամներին։ Այս դաժան մերժումից հետո Լեան հասկանում է, որ սա վերջն է։ Բայց ի տարբերություն իր ծնողների եւ եղբոր, Լեայի հոգին լի է լույսով եւ մարդկայնությամբ։ Չնայած մերժված ու կոտրված լինելուն, նա չի հանդարտվում եւ չի հանձնվում չարությանը։ Լեան կայացնում է իսկապես հերոսական որոշում։ Նա վճռում է, որ անկախ ամեն ինչից, ինքը պետք է օգնի Լեոյին եւ անի անհնարինը, գտնելով Դավիթի վիրահատության համար կենսականորեն անհրաժեշտ $80,000 գումարը։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում, ինչպես կվարվի Գրիշոն, իմանալով հոր սարսափելի գաղտնիքը, կկանգնի արդյոք նա արդարության կողքին, թե կշարունակի թաքնվել։ Եվ ամենակարևորը, որտեղից է Լեան գտնելու այդ ահռելի գումարը։ Անպայման գրեք ձեր պարկածներն ու սպասումները մեկնաբանություններում, մենք անհամբեր կարդում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքը։